Սիրելի ռադիոլսողներ, դուք վայելում եք աղտնավեր ստեղծագործությունը Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյանի և Միքայել Նավասարդյանի կատարմամբ։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, եթերում Բերգահայ ռադիոյի եթերում հայվինիլ հաղորդումն է, հայվինիլ շորտ ֆորմատով։ Այսօրվա համար մենք կունենանք փոքր հարցազրույց շատ հետաքրքիր անձի հետ։ Իհարկե այսօր միասին ենք Անահիտի հետ։ Բարև Անահիտ, ինչպե՞ս ես։ Ողջույն սիրելի ռադիոլսողներ, ողջույն Լևոն, լավ, դու ո՞նց ես։ Ես էլ շատ լավ, շատ ուրախ եմ եւ տրամադրված, որպեսզի անցկացնենք մեր շատ սիրելի շարաններից մեկը հայվինիլ շորտը։ Շատ բարի։ Առաջարկում եմ միանգամից գնանք եւ բարևենք մեր այսօրվա հյուրին, որպեսզի իմանանք գալիք նորությունների մասին։ Ողջույն Հասմիկ։ Ողջույն։ Մեր այսօրվա հյուրը Նաղաշ անսամբլի երգչուհի, առաջին սոպրանո Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյանն է։ Հասմիկ ջան, շնորհակալություն, որ միացել եք մեզ այսօր։ Իրոք։ Ասեմ, որ Նաղաշ անսամբլը շուտով դեկտեմբերի 4-ին Նամյուր քաղաքում ունենալու է համերգ, Grand Manège համերգասրահում։ Եվ այսօրվա մեր հաղորդման հիմնական պատճառը դա է, որպեսզի մեր ռադիոլսողներին տեղեկացնենք համերգի մասին։ Հասմիկ ջան, ինչպես կարող են գտնել ձեր էջը մեր ռադիոլսողները։ Նաղաշ անսամբլ, որ գրեն բոլոր ցանցերում սոց եւ առանձին լինքով կբերի, այնպես որ Instagram, Facebook հասանելի ենք։ Այո, շատ հասանելի ենք բոլոր հարթակներում։ Շատ լավ։ Մի փոքր ուրեմն անցնենք խմբի համար, մի փոքր ինֆորմացիա քաղենք։ Կուզենանք պատմեք մի փոքր մեզ եւ մեր լսողներին ձեր խմբի մասին։ Ինչպես է խումբը կազմվել, հիմնական ուղղվածությունը եւ անդամների մասին մի փոքր։ Շատ լավ, սկսեմ, մի քիչ երկար պատմությունն է, 10 րոպե կզբաղեցնի, բայց կփորձեմ արագ խոսել, շատ ինֆորմացիա։
Ուրեմն նայեք, շատ երկար տարիներ առաջ մեկ կոմպոզիտոր, որը ապրում էր ու հիմա տարվա կեսը ապրում է Ամերիկայում, Նյու Յորքում, Ջոն Հոդյանը, որը արմատներով ամբողջովին հայ է, մեծացել է հայ ընտանիքում, լսել է հայ երաժշտություն, բայց հետո ընդունվել է արդեն այնտեղ երաժշտական ուղղությամբ է գնացել, բացառիկ երաժշտական կրթություն ստանալով, Հոլիվուդի համար երաժշտություն գրելով այդ ամենը, եւ վերջապես որոշում է շատ երկար տարիներ անց, որ ինքը վերջապես ուզում է գա Հայաստան։ Դա եղել է մոտ մի 10 քանի տարի առաջ, ինքը իր կնոջ եւ տղայի հետ առաջի անգամ գալիս է Հայաստան։ Ես էլ այդ ժամանակ մի խումբ ունեմ, միասին երգում ենք, 5 աղջիկ ենք, Լույս Հնգյակ, որի հետ փորձ էինք առնում Գառնի տաճարում, որ Գեղարդավանքում ելույթ փոքրիկ պետք է ունենանք, ինչքան հիշում եմ այդպիսի բաներ, ու այդ ժամանակ Ջոնը այդ պահին բարձրանում է տաճար, լսում է, որ երգում ենք, լսում է ձայնս ու հետո իր պատմելով ասում է, ես որպես անշնորհ կոմպոզիտոր որոշում եմ կայացնում, որ ես այս ձայնը պետք է գողանամ եւ իմս սարքեմ, այս ձայնը պետք է երգի իմ երաժշտությունը։ Եվ այդպես մոտենում, ասում է, գիտեք, ես ձեր համար ուզում եմ, խոսում, նայում եմ, ասում եմ, հա, լավ, օրը մեջ մեկը մոտենում է, խնդիր չկա, դու էլ գրի։ Այս տարբերակով անլուրջ գնում եմ, անցնում է երկար ժամանակ, մեկ էլ ինքը հայտնվում է, ասում է, ես երաժշտությունը արդեն ուղեղումս ունեմ, տեքստն եմ փնտրում, հասկանում եմ, որ չէ, ես մարդը լուրջ է տրամադրված իսկապես, ու հասկանում եմ այսպես, որ այդ ամբողջ նոստալգիկ, այդ կարոտը իր մոտ, որ եղել է տարիների ընթացքում, իմ ձայնի գույնի մեջ է գտել, то есть իմ ձայնը ոնց որ դարձավ իր մարմնավորված կարոտի խորհուրդը, Եվ շատ երկար չէր կարողանում տեքստը գտնել, որ հարմարեցներ ձայնիս, այն ինչ որ լսում էր։ Եվ շատ մի փոքրիկ հատված է ինչ որտեղ կարդում Մկրտիչ Նաղաշի տողերից, որ անգամ մենք չգիտենք եւ ընդհանուր առմամբ շատ քիչ միայն երևի Մատենադարանի մասնագետներ եւ հետո դրսում ենք հանդիպել մի քանի տենց գիտնական, որոնք տեղյակ էին Մկրտիչ Նաղաշից, նա 15-րդ դարի հոգեվորական պոետ, դե Նաղաշ, գիտեք, հիմնականում տալիս էին այդ անվանում այն մարդկանց, որոնք համարվում էին վարպետած վարպետ, ինչ որ մի արվեստի ոլորտում շատ գեղեցիկ նկարում էր, գրում էր եւ առաջի հոգեվորականն է եղել, որը աքսորի թեմային է պաշտոնապես անդրադարձել եւ շատ բավականին ծանր կյանքի պատմություն ունենալով, թե իրան ինչպես են աքսորում Դիարբեքիրից, քանի որ հայկական եկեղեցու գմբեթ ավելի բարձր էր, քան տեղի մուսուլմանների Եվ ինքը ամբողջ կյանք աքսորված է լինում, բարեկամներին չի տեսնում, ու այդ 15 գլուխ այդ աքսորի երգերի, որ նա մեզ թողել է, երգերը ասած, դա պոետիկ, բանաստեղծական տեքստեր են, խրատներն է, իր հոգսերն է, իր մտածմունքներն է, միտեղ ուրախություն կա, միտեղ եւ սարսափելին է, որ կռիվանը կարագրում, իրական պատերազմ եւ հասկանում ես, որ գրեթե ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան։ Պարզապես ինչ որ արտաքին շորերն է մեր փոխվել, բայց իրականում մարդու էությունը, մարդու տեսակում, մարդկային այդ անիմաստ պատերազմները ու պայքարները ոչ մի կերպ չեն փոխվում, ոչ մի կերպ։ Եվ այդ տեքստերը Ջոնը վերցրեց եւ մի ֆանտաստիկ գեղեցիկ երաժշտություն գրեց եւ հենց ինքն է նվագակցում է եւ սկսեց հավաքել կազմ, որ ձայնի շուրջ հավաքվի, այսպես կարծես որպես նկարի շուրջ ինքը սկսեց այսպես գեղեցիկ հավաքել այդ ամենը, հրավիրվեց ուդահար, դուդուկահար, դհոլահար եւ եւս երկու ձայն Դուդուկահարը մեր առաջի դուդուկարն է Էմանուելը Հովհաննիսյան, որը ցավոք հիմա, մեր համար ցավոք իր համար իհարկե հավանաբար որ տեղափոխվեց Ամերիկա եւ մենք հրավիրեցինք ուրիշ դուդուկարին Հարություն Ինչկոլյան, որը մեր հետ է հրաշալի երաժիշտ, դհոլահարը դա Տիգրանն է Հովհաննիսյան, դա ռիթմիկ հանճար, չգիտեմ, պարզապես նկարագրել այդ մարդու ռիթմիկ հնարավորությունները անհնարին է, կտեսնեք եւ Այո, աշխարհի ամենաքաղցրաձայն ուդը, որ նվագում է մեր Արամն է Նիկողոսյան եւ աղջիկների կազմը դա ես եմ, Տաթև Նամովսիսյան, շատ գեղեցիկ սոպրանո եւ ժամանակակից կոմպոզիտորների երազած երգչուհին, որովհետեւ Այն վերևները երգում է, ներքևները երգում է, նման խնդիր չունի, ամեն տեղ ինքը կարողանում է։ Եվ մեզ հետ երգում էր Արփի Տեր-Պետրոսյանը, շատ հայտնի Արփի ալտոն մեր ջազային երգչուհին, որը պարզապես համերգների պատճառով ժամանակավոր հիմա Նաղաշի հետ չի, եւ իրեն այս պահին դեռ փոխարինում է Շահանե Զալյանը, շատ գեղեցիկ մի ձայն կոնտրալտո,
Սա հիմնական կազմն է եւ արդեն Ջոնը դաշնամուրի վրա դաշնակահար որպես նվագում է։ Սա մեր կազմն է, որով մենք արդեն 10 տարի անդադար երևի մոտ արդեն 40 երկիր, չեմ կարող ասել թե քանի քաղաք ամեն երկրում, մենք իսկապես շատ պահանջված, շատ սիրված եւ արդեն 1-2 տարի առաջ մեր համերգների ցանկը գրանցված ու այդ ամենը շնորհիվ լինում է մեր մենեջերի, որը գերմանուհի է իդեպ, որը շատ լավ խոսում է հայերեն ու ինքը հատուկ սովորեց հայերեն։ Դե մենեջերը գերմանուհի, կոմպոզիտոր դաշնակահարը ամերիկացի եւ մենք բոլորս միասին ներկայացնում ենք հայ մշակույթը գրեթե ամբողջ մոլորակում, այո։ Շատ լավ։ Դուք ասենց ամբողջությամբ ներկայացրեցիք արդեն ձեր խմբի պատմությունը ու մեր մյուս հարցերին էլ կարելի ասել պատասխանեցիք, որտեղ մյուս հարցը ուզում էի հարցնել, թե ովքեր են մշակում ձեր կատարումները, ովքեր են հեղինակները, ստեղծագործները, բայց դուք արդեն նշեցիք։ Այո, բայց ամենակարևորը, որ սրանք մշակումներ չեն, սրանք հենց հեղինականից ստեղծագործություն է, որը գրվում է Ջոն Հոդյանի կողմից, որը հենց կոմպոզիտոր դաշնակահարն է։ Հա, շատ Հետ էլ հասկացա։ Որովհետև յուրահատուկ ոչ ունի ձեր խումբը, յուրահատուկ է հնչողությունը շատ տարբերվող է ու հետաքրքիր է ով է այդ հեղինակը կամ մտքի հեղինակը։ Դե քանի որ ասացիք շատ եք շրջագայում, ձեր համերգները նպատակաուղղված են, ոնց հասկացա, ոչ միայն հայ հանդիսատեսի համար, հա, այսինքն հակված եք տարբեր ականջներին հասանելի լինել։ Իրականում ասեմ այսպիսի մի բան, որ գրեթե ոչ մի հայկական աուդիտորիայի հետ մենք չենք աշխատում, քանի որ հրավերները հիմնականում շատ հայտնի փառատոնների կողմից են, որոնք ինչ-որ sense ազգային պատկանելիության խնդիրը չի, իրանց համար շատ հետաքրքիր երաժշտություն է եւ իրենք հրավիրում են։ Բնականաբար, եթե կան այդ քաղաքում հայեր, միշտ իրենք տեղեկացվում են, չգիտեմ արդեն ինչ ճանապարհներով, բայց միանշանակ տեղեկացվում են, բայց համերգը բուն գրեթե 90%-ում կազմակերպվում են այդ շատ հայտնի փառատոնների ու բեմերի կողմից, որոնք եւ հրավիրում են մեզ։ Հա, հասկացա, շատ բարի։ Այդ դեպքում մեզ կասեք, թե այս ձեր գալիք համերգի ժամանակ ինչ սպասի ձեզանից հանդիսատեսը, այսինքն ինչ ծրագիր եք ներկայացնելու, արդյոք նոր է ծրագիրը, թե արդեն ձեր ունեցած ռեպերտուարից է լինելու։ Նայեք, շատ հետաքրքիր, այսպես մի քանի մենք ծրագրեր ունենք, դա 15 հատված գրված Մկրտիչ նաղաշի տեքստերով են, դա բավականին շատ հատվածներ գրված Կոստանտին Երզնկացու տեքստերով, դա արդեն 13-րդ դարի պոետ է, եւ ունենք արդեն նոր մի ստեղծագործություն, դա պրեմիերան է լինելու այս տարի, ոչ ձեր քաղաքում, բայց արդեն պրեմիերան կլինի մի քանի ուրիշ քաղաքներում, հայկական Սուրբ Ծննդյան օրատորիա։ Որը ես գիտեմ նման փորձ արվել է, ճիշտ է, տենց վստահ չեմ, տարիներ առաջ ավելի մանկական Ռոբերտ Ամիրխանյանը հայկական Սուրբ Ծննդյան օրատորիա էր գրել, հիշում եք այն դինգ դոն լա 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 լա, այդտեղից է հատված, բայց դա մանկական ու տենց մեր կողմից շատ սիրված այդ երգով ենք հիշում, իսկ սա շատ լուրջ տեքստի վրա ամբողջովին այդ Սուրբ Ծննդյան պատմությունը եւ Աստվածաշնչյան ամբողջ պատմությունը այդ տեքստերի վրա դա կներկայացվի։ Ձեզ մոտ մենք կներկայացնենք մեր նաղաշ, հենց նաղաշի տեքստերով գրված ստեղծագործությունները եւ հավանաբար Երզնկացու չեմ ուզում նկարագրել, որովհետև շատ հաճելի է միշտ լինում այն անսպասելին, ինչ որ սկսվում է դահլիճում։ Դա երաժշտություն է, որը ոչ մեկ չի սպասում, դա երաժշտական խառնվածք է, որը ոչ մեկ չի սպասում, դա ռիթմիկ պատկերներ են, որոնք շատ անսպասելի են եւ շատ եմ ուրախանում եւ վերջում շատ հայեր են մոտենում, ասում են մենք շոկի մեջ ենք, մենք այնքան հպարտ ենք, որ այս մակարդակի վրա երաժշտություն հնչեց ու հնչեց հենց Հայաստան անունով։ Հասմիկ ջան, անչափ շնորհակալ ենք ձեզ, ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար, անհամբեր ձեզ ենք սպասում Բելգիայում եւ անչափ շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, խմբին նույնպես կփոխանցեք, որ հիանում եւ հպարտանում ենք։ Ձեզ բարի ճանապարհ եւ լավ համերգ։
Շատ լավ, ես իրոք շատ եմ սպասում, որտեղ Բելգիան շատ սիրում եմ այդ երկիրը, ձեր քաղաքում չեմ եղել եւ անհամբեր կսպասեմ, որ գանք եւ մինչ շատ շուտով հանդիպում։ Շատ բարի, շատ շնորհակալություն եւս մեկ անգամ ձեր ժամանակի եւ տրամադրվածության համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, նորից հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, հինգշաբթի օրը տեղի կունենա Նաղաշ Ensemble-ի համերգը Նամյոր քաղաքում։ Եզրափակելով մեր այսօրվա հայվիներ շորտը, գնանք լսենք մեկ ստեղծագործություն Նաղաշ Ensemble-ի կողմից։ Ստեղծագործության անունն է If in this world by sin you wonder։ Գնացինք, բոլորին հաջողություն։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, հաջողություն։
Հառաչեն գործողն չարյաց դողալող մատնեցին հարույն տանջանած Բայց մոչին խառնելով հետ անքում գործանց տանձրամած խավարով անսարնամանված Կապաներ օրմաուն խորտուտն ամենայն զիջխորից և կամիս այն կեզ մնացական Հավիտենական Ես Քրիստոս արդարքն ամեն ծալեց ներքից ներառան կազվարմացան լինեն համաձայն օրնեն ոստերոստած ցանկալիս հանույն կենաց հավահար թագենան հերևիլ պարած արարչի Հյուսեցին յության իսեյրան համին Ավսանյացի